Ղազարյանի դեպ ձեր դիրքավորում եք անդադ կանանց պաշտպան, ինչ եք ասում, դուք երիտասարդության պաշտպանն եք, Եվրոպա գնացող, անչափահասների բռնաբարության դեպքի հետ կապված մի բան կարաք գոնե ասեք, դատապարտող։ Տիկին դատախազ, ո՞նց է լինում, որ ժողովրդավարության բաստիոնում են ամենաշատ թվով ընդդիմադիր падգամավորները անձեռնմխելությունից զրկվում։ Ո՞նց է տենց լինում։ Տիկին դատախազ, ո՞նց է տենց լինում, որ ժողովրդավարության բաստիոնում են ամենաշատ ընդդիմադիր ընտրված համայնքապետերը հետապնդվում, երբեմն նաև սպանվում։ Ո՞նց է տենց լինում։ Այս ամբիոնից ազգային ժողովի падգամավոր հայտարարել է, որ իր նկատմամբ ուժայինները ճնշումներ են գործադրում։ Դուք նստած եք եղել նույն աթոռին։ 1.5 տարի է անցել, ինչ եք արել։ Ասում է, դուք ինձ նամակ եք գրել այդ մասին։ Այսինքն ձեր նպատակը այն էր, որ ես ձեզ նամակ գրեմ։ Չէ, չեմ գրել, բայց Լիլիթ Գալստյանը ձեզ 20 նամակ է գրել, որ Արման Բաբաջանյանը չի կատարել դատարանի որոշումը ու արդյունքը ինչ է եղել։ Այսինքն այս նամակներով զբաղվում եք, որ նամակ չի լինում, չեք զբաղվում, կամ ես եմ նամակ չեմ գրում, դուք բան պիտի չանեք։ Իսկ նոր մյուս գործերով ու միջնորդություններով, որ եկել եք, ով է ինչով ձեզ նամակ գրել, նամակներով եք աշխատում։ Ես այլ հարցել ունեմ մեր ուժայիններին, ես չեմ հասկանում, այս երկրի ուժայինները ընդդիմադիրներ հետապնդելու, գիտեք ընդդիմադիրները ում հետ են հանդիպում, գիտեք ինչ են շնչում, բռնություն չեք կարողանում բացահայտել, ամիսներ շարունակ, հանցագործության, սպանության պատրաստություն չեք կարողանում բացահայտել, թմրամոլության այդ բուրգը չեք կարողանում բացահայտել, այս երկրում ուժայինները սրբազաններ հետապնդելու, գաղտնալսելու ու ընդդիմադիրներին հետապնդելու համար են, այս ուժային ամբողջ համակարգը դրա համար եք սարքել։ Դուք տեսել եք ոնց է բերման ենթարկում համայնքապետին սպանության մեջ մեղադրվողը, դուք տեսել եք ոնց է բերման ենթարկում բռնության մեջ անչափահասի նկատմամբ բռնաբարության մեջ մեղադրվողը ու տեսել եք ոնց են ուզում բերման ենթարկել սրբազանին։ Լավ, դուք լավ եք, օքեյ եք սրա հետ։ Դուք ձեր գործընկերոջ անձնական նամակագրությունը հանել եք, ձեր վարչությունում քննարկել եք, մամուլին համարյա հայտարարել եք դրա մասին։ Անչափահասին բռնաբարության մեջ մեղադրվողի հեռախոսը չեք արգրավել, որ ստուգեք տենակ ինչ անդեղ կատարվում։